Ողջույն հարգարժան հետևորդներ, բարի կիրակի բոլորին։ Մենք ուղևորվում ենք Շագեղ Վարդենիս, մեր հայրենակիցների, մեր համախոհների, կուսակիցների, գաղափարակից ընկերների հետ պիտի հանդիպենք, հուսանք լավ ընդունելության կարժանանանք, մինչ այդ Ռուբեն Մերաբյանի, մեր մյուս գործընկերների հետ ամփոփենք նախորդ օրվա եւ նախորդ օրերի հիմնական իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ շոշափում են առաջիկա ընտրական գործընթացը, թե ներքաղաքական շերտերը եւ թե արտաքին քաղաքական իրողությունները։ Դրանք շատ բուռն են, լեցուն շատ հետաքրքիր հայտարարություններով, որոնք վերլուծության, վերաբերմունքի, քաղաքական գնահատականի արժանի են։ Ռուբեն, ողջույն։ Ինչ ունենք։ Ինչ ունենք, այս պահի դրությամբ ընտրարշավը, Քարոզ արշավը մոտենում է իր հասարակածին եւ ստանում բավականին այսպես մի տոքսիկ միջուկ եւ մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է դառնում մեր առաջարկը, մեր հասարակությանը, մեր կոչը մեր հասարակությանը, մեր հորդորը մեր հասարակությանը, մեր քաղաքացուն մասնակիցը դառնալ ընդդիմախոսության։ Առանց ընդդիմախոսության այս թույնը բառեզբունի իմաստով անցնելու է խորհրդարան։ Բնությունից հայտնի են թունավոր օձերը, չէ՞։ Դրանց հիմնական մասը կծում է։ Բայց կան օձեր, որոնք չեն կծում։ Նրանք դիստանցիայի վրա թքում եւ մխտռում են ամեն ինչ, թունավորելով իրենց հնարավոր զոհի։ Սրանք այդ թքող օձերի նման թքում են աջ ու ձախ։ Կեղտոտ բերանները բացած, ուղեղներն անկյատած եւ կատարում են մի կարևոր ֆունկցիա Հայաստանում ապականել քաղաքական մթնոլորտը եւ ինչ որ չափով այո հասել են դրան։ Մենք իհարկե նման նվեր չպետք է մատուցենք իրենց հանգույն իրենց կոչելով իրենց այդ մակդիրներով, հա էլ համբալ, տուզիկ, էլ մեկ մյուս։ Մենք նրանց ուղարկի կհանենք ջրի երես, մի հատ նորից կհիշեցնենք մեր հասարակությանը, ովքեր են սրանք եւ ինչ ճանապարհ են անցել, ինչ են ուզում եւ ինչ հեքիաթներ են պատմում, հա, քաղբանտարկյալ չի Ռոբերտ Քոչարյանը ձյունանուշիկ է եղել փորձը։ Այդ կողքի ձմեռը պապիկն է պակասում։ Եվ այս ամենն արվում է մի բանի համար, ստորաքարշորեն, օրի վրա սողալով, այո տուզիկի նման ծառայելու Պուտինի։ Արման, մենք հայոց պատմություն լավ գիտենք։ Հայաստանը 15 կայսրությունները հաղթահարել եւ եկել հասել մինչեւ ուր։ Այդ կայսրությունները, որոնք եկել եւ գրավել էին Հայաստանը, եղել են խիստ տարբեր։ Էլ Վայրենի, էլ Բիրդ, էլ Ագահ, այդ Թալանչի ամեն ինչ։ Բայց այդ կայսրություններից ոչ մեկ չի եղել այս աստիճան լպրծուն պիղծ եւ թունավոր, ոնց որ եղել է Ռուսաստանը։ Ու հիմա մենք գործ ունենք դրա թերմացքի հետ, ընդհանրապես որոնց նստված կա իջը մեր երկրում եւ ցավոք սրտի մեր պետությունը դեռ պատշաճ կարողություն չի դրսևորել կամ կարողությունները չեն հասել այն պատշաճ մակարդակի, այս կեղտը մաքրելու համար։ Եվ ահա դրա համար է պետք է ընդդիմախոսություն, այս սպառնալիքը, որի մեծ հաշվով անունն է Պուտին, դեմն առնելու, չեզոքացնելու եւ աղբամանը լցնելու։ Ես ուզում եմ հատուկ կանգ առնել մի քանի այլ իրողությունների վրա, ընդդիմափոխության անհրաժեշտության մասին ենք այսպես անընդհատ շեշտում։ Շատ էական եւ կարեւոր եմ համարում, հատկապես այդ ընտրական գործընթացների տեսանկյունից, սրանք ծրագրել են ոչ թե ընտրություններում հաղթել իրականում, այլ երկիրը տանել
ցնցումների հետընտրական ժամանակաշրջանում այսա պիտի բռնի լինի գործողությունների դաշտ։ այսա պիտի լինի մեր հիմնական անելիքը թույլ չտալ, որ պետությունը հայտնվի հետընտրական նորանոր կատակլիզմների, նորանոր ուրեմն ցնցումների մեջ, որոնք կարող են մեր պետությունը տևապես ետ գցել իր բնական զարգացման ընթացքից։ Որքան քիչ ձայն ստանան մեր պետության հակառակորդները, մեր պետականության թշնամիները, որքան քիչ ձայն ստանա Պուտինը, այնքան անհնար կդառնա մեր պետությունը հետընտրական ցնցումների ենթարկելու սրանց մտադրություն։ Եվ մենք պետք է լինենք խորհրդարանում, որպեսզի տեղի ունենա արդարության հաստատում։ Արդարության հաստատելու համար Հայաստանում պետք է 3 բան։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի բանտ։ Երկրորդը Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի բանտ։ Եվ երրորդը Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի բանտ։ Հակառակ դեպքում Հայաստանում արդարություն չի լինելու եւ այդ զգացումը չի լինելու։ Կա դատավճիռ, պետությունը պետք է ի կատարածի այդ դատավճիռը։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը ոչ թե համբալ է, այլ պետական հանցագործ։ Երբ նրան ասում եք համբալ, մեծապես նսեմացնում եք նրա իրական եք անում պետական հանցագործին, ուրեմն ընդամենը մեր մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի ոչ թե նրան այսպես էպիտետներով նրա իրական հանցավոր բնույթը նսեմացնելն է, այլ նրա կատարած հանցագործությունները վերհանելը եւ դրանք դնել սեղանին, նրա թալանը, նրա կողմից ստեղծված քրեաօլիգարխիկ այդ համակարգը վերհանել, ցույց տալ, թե Հայաստանի սեփականությունը ռազմավարական կարևորագույն օբյեկտները ինչպես են օտարվել, ինչպես են նվիրաբերվել Ռուսաստանին եւ նրա կողմից ստեղծված ու ձևավորված այս համակարգը ոնց է մեզ բերել այսօրվան հասցրել։ Այս բոլորը չասել, ասել Ռոբերտ Քոչարյանը համբալ է ընդամենը, նշանակում է ուղղակի ծաղրել մեզ բոլորիս։ Այ թե մենք ինչի պիտի լինենք այս գործընթացում, եթե քաղաքական իմաստով ոնց պիտի Քոչարյանը կախաղան համբի հանրապետության հրապարակում։ Եվ մենք, որպես նաև անձնապես տուժված Ռոբերտ Քոչարյանից, որի համար իդեպ շատ շնորհակալ եմ, ինքը ինձ անազատության մեջ պահելով հասարակության այնպիսի շերտերին հասանելիություն տվել, որ ես այլ պայմաններում ուղղակի չէի կարողանա, հա, այնպիսի ընկերներ եմ ձեռք բերել նաև հասարակության սոցիալական տարբեր ուրեմն շերտերից, որոնք հնարավոր է դարձել հենց նրա վճռի շնորհիվ, բայց մենք չենք կարող չհիշել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին օրից մեր երկրին պատուհասած ողբերգությունները։ Հիմա մենք անընդհատ խոսում ենք հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, քաղաքական հետապնդումների, սպանությունների, այո, բայց անուններ, կարևոր անուններ չենք տալիս։ Ռոբերտ Քոչարյանը դառնում է 98 թվականի ապրիլի 9-ին նախագահ, սկսվում են քաղաքական սպանությունների մի շղթա, պաշտպանության նախարարությունում, ես հիշում եմ Մավրիկ Ավետիսյանը ինքնասպան է լինում, ամենաաղմկահարույց սպանությունը օգոստոսի 6-ին տեղի է ունենում իր սեփական կաբինետում, գլխավոր դատախազը երկրի սպանվում է, մի կենսուրախ մարդ Արամ Կարապետյանը, իմ դասընկերների Վենետիկում նրանց հետ եմ սովորել, իրենց հայրը, ով ինձ հետ Միացյալ Նահանգներ էր խոսում մի քանի օրվա տարբերությամբ եւ ինձ ասում էր, որ բալես հեսա գործից հարցը կլուծվի Ամերիկայում եւ այդ մարդուն Ռոբերտ Քոչարյանը Կիպրոս մեկնելուց առաջ ուղակի վերդիկտը տալիս է, որ Արամ Կարապետյանը մտել է սպանել է Հենրիկ Խաչատրյանին եւ վերջ, գործը սարքում են հենց այդպես։ Այն դեպքում, երբ Աննա Իսրայելյանի հոդվածը Առավոտ օրաթերթում շարունակում է ակտուալ մնալ, որ Աղվան Հովսեփյանը եղել է վերջին մարդը, ով մտել է Հենրիկ
Խաչատրյանի կաբինետ եւ նրա դուրս գալը չի ֆիքսվել քարտուղարի մոտ։ Հիմա բարի եղեք գնացեք դրա հետևից։ Հիմա Աղվան Հովսեփյանը թրև է գալիս Երևանի կենտրոնում, իսկ Ռոբերտ Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու փոխարեն հիմա քաղաքական գործընթացի է մասնակցում։ Նայիրի Հունանյանի հարևան խցում գտնվելու, ցամա նույն ձևով։ Այսքան վնասի համար, որ նա տվել է Հայաստան։ Դրանից հետո դեկտեմբերի 10-ին սպանվում է Բարամ Խորխորունին։ Նույն թվականի 98 թվականի դեկտեմբերի 10-ին։ 99-ի փետրվարին Արծրուն Մարգարյան։ 99-ին արդեն մնացած իրադարձությունները հոկտեմբերի 27-ին սրանք կարևոր արձանագրումներ են, որոնք մենք միշտ պիտի հիշեցնենք, որ հանգած Ռոբերտ Քոչարյանին չթվա, որ ինքը տենց կարող է 18 տարեկան երեխեքին հմայելով մեզ մոռացնել տա իր իրական դեմքը, իրական ոճրագործի կերպարանքը, այլանդակ ռուսական ուրեմն մենք շատ լավ գիտենք, որ այս ամբողջ իրադարձությունների կիզակետը Ռոբերտ Քոչարյանն է եւ թե Գագիկ Ծառուկյանը, որը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ թե Սամվել Կարապետյանը, որը նրա համար ձայնը հավաքում այսօր։ Այո, եւ ռեգիոններից մեկում ասում են, որ դրանք նույն շտաբում են արդեն համակարգում իրենց աշխատանքները, այսինքն միասնական շտաբ են ստեղծել Քոչարյան, միասնական շտաբ եկի համար։ Հիմա կարևոր է, որ մենք այս արձանագրումները անենք եւ միայն մենք ունենք այդ իրավունքը այդ արձանագրումները անելու, որտեվ նրանք, ովքեր այս պահին տենց մեծ փրթում են, թող հիշեն ոնց էին Ռոբերտ Քոչարյանի ձեռից պաշտոն ստանում, վարչապետի, նախարարի զինվորական պաշտոններ ստանում ու կոմֆորտ զոնայում հայտնվելու համար սեփական բիզնես կուտակում։ Էդ էլ շատ լավ գիտենք եւ ձեր նաեւ ապիկար ընդդիմություն լինելու պատճառով է հնարավոր դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի, նույնիսկ հոկտեմբեր 27-ից հետո պաշտոնավարի Հայաստանում։ Դուք հավասարապես մեղսակից եք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման համար։ Նենց որ չեք մեղանակ, ձեր անուններն էլ հաթաթ գիտենք ու եթե պետք լինի կբարձրաձայնենք։ Գնացեք սսկվեք, մենք գիտենք դուք ով եք։ Մենք գիտենք դուք ով եք։ Ու մենք գիտենք դուք այս խաղերի մեջ ինչ գործառույթ եք ունեցել։ Ու հիմա էլ ձեր անձնական բիզնեսի բաները, շահույթները բերել մցրել եք այս քաղաքական process-ների մեջ։ Ի տարբերություն ձեզ, մենք այդ բիզնեսները չունենք, մենք մեր համեստ կարողություններով, մեր բովանդակությամբ եւ մտքով կարողանում ենք ձեզ հաղթել եւ հակադրվել։ Եվ կասկած չունենաք, միջև վերջ գնալու ենք։ Միջև վերջ։ Գիտենք հատ դուք ինչ գործարքների մեջ եք եղել ողբերգություններից հետո։ Նենց որ այս ուզեցի ուղակի տենց միջանկյալ հիշեցնեմ որոշ սիրամարգերին։ Այստեղ Ազատ Արշակյանն է մեզ հետ, ես ուզում եմ, քանի որ նաև այդ բոլոր իրադարձությունների ականատես է դեպքերի բերումով, նաև հանգամանքների բերումով, ես որոշ կարևոր թվականներ հիշեցի, իրադարձություններ հիշեցի, ես օրինակ կուզեմ, որպեսզի Ազատ Արշակյանը հիշի, խոսի այդ ժամանակաշրջանի այդ սպանությունների, դրանց նշանակության մասին եւ մեր նաեւ անելիքի մասին, թե մենք ինչպես պիտի մեր պատասխանատու նաեւ քաղաքացիներին մոբիլիզացնենք այս կարևոր իրողությունների շուրջ, որպեսզի մոռացության չտանք այն ինչ տեղի է ունեցել մեր պետության հետ, մեր բոլորի հետ եւ փոխանակ ուղակի էպիտետներով մարդկանց անվանարկելու, թե ինչ պիտի արվի այս մարդիկ այս process-ների մեջ ընդհանրապես իրավունք չունեին գտնվել։ Սա նման է, որ ֆաշիստական Գերմանիայում ֆաշիստներին հանկարծ ժողովրդավարական Գերմանիայում հնարավորություն տրվեր վերստին ուրեմն քաղաքական գործընթացների մեջ մասնակցել։ Սա մեր հավաքական ամոթն է, Ռոբերտ Քոչարյանը մեր հավաքական ամոթն է եւ նրա մասնակցությունը այս ընտրություններում մեր պատասխանատվության հարցն է եւ նրան ու նրա տիրոջը, հա, ում ինքը այդքան սիրում, հարգում, այո, ասում որ մենք խիմիա ունենք
ուրեմն Պուտինին մենք պատժելու պարտականություն ունենք։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Պուտինին նավ Այո։ եւ թունավորում է Հայաստանը։ Ֆունկցիոնալ է։ Այո։ Պարոն Արշակյան, երկու բառ։ Երկու բառով չեմ կարող։ Այո։ Փորձեմ ես կարճ խոսել։ Մենք անձնավորությունը գերագնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի։ Դա սովորական, սովետական, գավառական պարտկոմ է։ Այս սովորական, գավառական պարտկոմ է առ այսօր 30 տարի ապրելով Հայաստանի մայրաքաղաքում նա մնացել է այդ գավառական փոքրիկ ձեռնարկության պարտկոմի մշակույթի տակ։ Դա մեկ։ Չարժի, այ դրա կուլտուրան, խոսքի, վարվեցողության, անեկդոտների, նիստուկացը դրա ամբողջությամբ գավառականություն է։ Եվ դա մի տեսակ, դա մի մասն է, նրա բերած վնասի մի մասն է, իսկականը ծանրակշիռ վնասը, այ որ նա նվաճող էր, ասպատակող էր, նա գաղութացնող էր, այսինքն գործիք էր։ Ես հիմա չեմ կարող եթերում օգտագործել արժանի տերմինները, որին նա արժանի է, ուղղակի ասենք որպես դրածո, այ ռուսական ծավալապաշտության գրեհիկ տարբերակը։ Գիտեք, ռուսական նվաճումը, այդ էքսպանսիան ուներ նաև մշակույթային, քաղաքական, քաղաքակրթական, փրկչական, եթե կուզեք, առաքելություն, բայց կար նաև այդ գրեհկությունը, այ Ռուսաստանը մեզ նվաստացնելու համար, այդ հպարտ Ղարաբաղյան շարժումը, մենք գլուխներս բարձրացրեցինք, Ղարաբաղյան շարժումը ազգային ազատագրական շարժում էր ու արժանապատիվ կեցվածք էինք ստացել այդ մի քանի տարվա մեջ, հետ սովետական մի քանի տարվա մեջ ու հանկարծ Ռուսաստանը մեզ ուզեցավ պատժել, բերեց նստացրեց թախտին այդ գավառամիտ գրեհիկ տգետ Ալիևի զամպալիտին, պարտկոմին։ Գևորգովը, Ալիևի անձամբ, Ալիևը, թող դատի տա, թող եղը Մոսկվայի գլխավոր խմբարարին, թող դատի տա, մարդը մի քանի անգամ ասել է, որ Ալիևը անձամբ ասել է, որ իմ հովանավորյալն է, Ռոբերտ Քոչարյանը, Հեյդար Ալիևը ասել է մի քանի, Վենեդիկտովը, մի քանի անգամ ասել է, Հայաստանի եթերում և իմպերիայի եթերում ռուսախոս, ասել է, որ Ալիևը Ռոբերտ Քոչարյանին Վենեդիկտովի ներկայությամբ ասել է, որ իմ կադրն է, ես եմ աճեցրել, այդ Ալիևի աճեցրած կադրը, բոլոր զտիչները, ֆիլտրերը, ապազգայնացած, ապազգայնություն, հայկական կադրը Ռուսաստանը հատուկ բերեց տեղավորեց Հայաստանում մեզ նվաստացնելու համար։ Պարտկոմներ Հայաստանում էլ շատ կային։ Եթե Ռուսաստանին պարտկոմ էր պետք պատժելու համար, որ մենք չմիացանք Ռուսաստան-Բելարուս ծրագրին։ Այդ որ հիմա մենք խոսում ենք այդ տերորի, դա կոչվում է տերոր։ Տերորի մթնոլորտ, սարսափի մթնոլորտ ձևավորեց։ Այդ ձեր նախորդ մի աբզացը հարմարվողականների մասին, դա միայն հարմարվողականներ չէին, դրանք սարսափած, տերորից սարսափած կադրեր էին, դրանք վախկոտներն էին, որ եկան խցկվեցին, տեղավորվեցին, հաճույք ստացան, չուզենալով, նրանց մեջ կային մարդիկ, որ շարժման մասնակից էին, ազգային ազատագրական շարժում, մենք պետք է անվանափոխում կատարենք, Ղարաբաղյան շարժումը իրականում միայն հանուն Ղարաբաղի չի եղել, դա եղել է ազգային ազատագրական շարժում,
Ուրեմն ես կարծում եմ, որ տեսնում եք չեմ տեղավորվում, կարճ խոսքի ընդարձակ է, ասելու շատ բան կա։ Ուրեմն Հայաստանը ընկճելու համար Ռոբերտ Քոչարյանին բերեցին ու ստացվեց այդ ծրագիրը, գերազանց ծրագիր էր, մեր թշնամին գերազանց արդյունք ստացավ, ոչ միայն ընկճեց Հայաստանին, նվաստացրեց, տեսեք արժանի, գիտեք բանաձև կա, ամեն ժողովուրդ արժանի է, ամեն իշխանություն արժանի է իր ժողովրդին, այդ դրա փաթաթեցին մեր վզին, նա նաև կարողացավ նյութապես սրանկացնել Հայաստանը։ Եվ մինչև հիմա, գիտեք, մենք գնում ենք հիմա անդրարշավ է, չէ՞։ Գիտեք, մարդիկ մոտենում ասում են, մենք կարող ենք սա անել, բայց ինչ կտակ։ Այսինքն մեզ էլ իմ ծանոթները մոտենում ինձ հետ սակարկում են։ Այսինքն դարձել է արդեն ընտրակաշարքը իշխանություն վաճառելը, ձայն վաճառելը, արժանապատվություն վաճառելը մտել է կենցաղ։ Ռոբերտ Քոչարյանը նաև դա է արել։ Մարդասպանությունները սարսափեցրեցին, ընկճեցին, գույքը տարավ, ոչնչացրեց Հայաստանի տնտեսությունը եւ բերեց հատուկ մշակույթ, արևելյան խանական մշակույթ, գրեհկության մշակույթ։ Ես չշարունակեմ, թե չկսկսեմ հայհոյել։ Բայց ինչն է ուշագրավ, մեր քաղաքական թիմում սկզբունքային անհատներն Ազատ Արշակյանից սկսած Վովա Արաքելյան, որ Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հրամանատարն է, ձեր խոնարհ ծառան, Գևորգ Տեր-Գևորգյան, մեր մյուս գործընկերները, մենք անձնապես տուժել ենք Քոչարյանից։ Մենք ի տարբերություն շատերի պաշտոնի առաջարկները, որ մեզ արվել են, մենք դրանք մերժել ենք, նախընտրել ենք բանտը։ Նախընտրել ենք բանտը ինձ առաջին խափանման միջոց ընտրելիս Մարսել Պետրոսյան անունով գլխավոր դատախազության պաշտոնյան, ում ուղարկել էր կամ Ջանգիրյանը կամ Աղվան Հովսեփյանը։ Եկել էր ասում էր խմբագրությունդ փակի Հայաստանից գնա, հենց հիմա խափանման միջոցդ կընտրենք ու դու ազատության մեջ կլինես։ Ես նախընտրել եմ բանտը։ Ուղիղ 6 ամիս հետո, երբ իմ վաղաժամկետ պայմանական ազատման հարցն էր քննարկվում, ԱԱԾ կրակեմ հրաչի ենթական ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնում այդ տղան, եկել էր մոտս ինձ հետ բազար էր անում, ասում էր խնդրում եմ էլի համաձայնի SSS պայմաններով ազատ կարձակվես։ Դա նրա համար էր արվում, որ մի քանի օրից Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ինձ չճանաչի որպես քաղբանտարկյալ։ Ես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին ճանաչված քաղբանտարկյալն եմ։ 3 տարի անընդմեջ ինձ Միացյալ Նահանգները, Freedom House, նաև Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ես ճանաչվել եմ քաղբանտարկյալ։ Մեր մյուս գործընկերների հետ։ Ես առաջինն եմ եղել եւ ես դիմավորել եմ դրանից հետո քաղաքական հետապնդումների ենթարկված մեր մյուս ընկերներին, մեր շատ թանկ ընկերներին, Սափեյանները, մյուս Ջանգիրյան, Վարդանը, այդ ժամանակ Վովա Արաքելյան, Սմբատ Այվազյան, իրենք Վարդաշենում էին եւ ես այդ ժամանակ Երևանի գաղութում էի Նուբարաշեն քրեակատարական հիմնարկում, հետո առողջության բերումով դատապարտյալների հիվանդանոցում հայտնվեցի։ Բայց մի վարքյան չընկրկեցինք, ուրիշների նման պաշտոն ու աշխատանք ու սեփական բիզնեսի այդ առաջարկները չընդունեցինք։ Դրա համար այսօր իրավունք ենք վերապահում այս մասին խոսել եւ հետապնդել եւ մեր քաղաքական օրակարգի ուրեմն այս կարևոր մասը դարձնել։ Ես ուզում եմ հատկապես նաև խոսենք այս նոր բացահայտված Կիրիենկոյի գրասենյակի այդ արձանագրությունների մասին, որոնք փաստորեն սպրտել են եւ լրատվամիջոցներ, Դանիել Հովհաննիսյանն էր բացահայտել, որ փաստորեն կոնկրետ տեղեկություններ կան,
այն մասին եւ ապացույցներ, Այո, որոնք վկայում են, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ծրագրվել է Հայաստանի դեմ պատերազմը սաստկացնել այս ժամանակահատվածում եւ դրանք փաստորեն ավելի սաստիկ են այդ հարձակումները, քան եղել են Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Մոլդովայում, միասին վերցրած, sense դեզինֆորմացիոն նյութերի քանակը ծավալը ուղղակի անպատկերացնելի։ Ինչ աստիճան են թիրախավորել Հայաստանը։ Եվ ես հիշում եմ Սալավյովի ասածը, որ ասում որ կկորցնենք մեկը մյուսը, այդ ոչինչ, պիրիժիվյոն, այ որ Հայաստանը կորցնենք, այս է լրջագույն պրոբլեմ։ Նրանք սա համարում են որպես իրենց սեփական եսի կորուստ, որպես կայսրություն։ Հա, որտեվ Քոչարյանի նման բանը, պրոքսի ունեն ստեղ։ այո։ Եվ ով նվիրաբերել էր մեր երկիրը, ինչպես Ազատ Արշակյանը ասեց Ռուսաստանին, եւ իրենք համարում են ժամանակավորապես կորցրած Հայաստանը։ Այո, եւ հիմա այս ընտրությունները գնում են վաբանկ այդ ժամանակավոր կորցրածը հետ բերելու համար։ Եվ այո, այդ գործին լծված է համար մեկով Ռոբերտ Քոչարյանը։ Մնացածը ածանցյալն են Ռոբերտ Քոչարյանի եւ կատարում են Ռոբերտ Քոչարյանի համար օժանդակ ֆունկցիաներ, հաշվի առնելով նրա տոքսիկ կերպարը Հայաստանի հասարակության մեջ, այն խորապես այդ զզվանքը, որը կա նրա նկատմամբ, եւ ինչա պետք է խաբեություն։ Պարոն Ծառուկյանը սենց ինքստինքյան համապատասխան բաներ խոսալով Պակիստանին երաշխավոր բերելով, Պակիստանին երաշխավոր բերելով բանով, դա ինչ որ բաներ կհավաքի, պարոն Սամվել Կարապետյանը ամենօրյա ռեժիմով կաշառքի վրա իր կողմնակիցներին բռնելով, բայց այնուամենայնիվ ինչ որ բանել նա կքերի, դա վարչապետացու չի դե ամոթ, հա, նա էլ իրավունք չունի, չէ, դե նա ասում է, որ ես վարչապետի տեխնացու չեմ։ Հա, իր մոտ է չկա էլ։ Եվ այստեղ մնում է այդ համար մեկ խիմիան, հա, Պուտինին նավիճոկի դերում Հայաստանում գործող Ռոբերտ Քոչարյանը։ Ահա մենք ինչի հետ գործ ունենք։ Եվ այստեղ ոչ թե պիտի մենք երկրորդենք գործող իշխանությանը, այլ ամենակարևորը գործող իշխանությունից պիտի գործողություն պահանջենք այս թույնի, այս մեր պետության նորից գործող իշխանություն, չէ՞, որ ասում ի՞նչ է նշանակում գործող, գործեք։ Ոչ թե ասեք համբալ, հա, այլ տարեք քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր պատիժներին համարժեք, ուրեմն գործերը արդեն հարուցված, եթե չկան դրանք հարուցեք այդ գործերը, եղած վարույթները նորմալ տեղ հասցրեք, այս դատական համակարգը, որ անընդունակ եղավ ընդհանրապես Քոչարյանին պատասխանատվության կանչել, դոտ լինելու, անուղեղ լինելու եւ համբալ լինելու մեջ հանցակազմ չկա ըստ մեր քրեական օրենսգրքի։ Եվ նման մագդիրներով նրանց երկրորդելով պետությունը, այո։ Դուք ընդհանրապես քողարկում եք նրանց իրական ամբողջ թալանչի մարդակեր ստորակարճ էությունը, հա, պետական հանցագործի, քրեական, բանդիտական, մաֆիական իրական այն բնույթը, որ իրենք բերեցին մեր երկիր, եւ ինչպես Ազատ Արշակյանն էր ասում, այո, մենք դրանց պատճառով պետությունը վաճառելու, մեր ազատությունը վաճառելու փորձ ձեռք բերեցինք։ Սրանք ներմուծեցին ընտրակաշառքը։ Մի բան, որը առաջին օրից խախտել էին մեր սահմանադրության խախտմամբ կեղծ տեղեկանքով եկել էր Հայաստանում նախագահի պաշտոներ ստանձնել, այդ դրա համար, այդ տեսակ մեկի համար սահմանադրական կարգի վրա ոտնձգելը մեկից մեկ էր, իսկ ինձ համար ընտրակաշառք առաջարկելը պետության նկատմամբ հարցակում է, սահմանադրական կարգի նկատմամբ հարցակում է եւ ոչ դրանից ավելի պակաս բան։ Լավ, ինչ էր արել Քոչարյանը։ Ըստ էության գլխավորելով կազմակերպված քրեական խմբավորումը, զավթել էր պետությունը եւ պետությունը վերածել էր հանցագործությունների գործիքի։
սերիական հանցագործություններ, այդ թվում սպանություններ, թալան, պետական ունեցվածքը այլ երկրին փոխանցում։ Տնտեսության ամբողջական ճյուղերի նվիրաբերումը այլ պետությանը, որ այսօր որպես լծակա օգտագործում թշնամության համար։ Իրանից եկած գազատարը բարակացնելու, երկաթուղու կառավարումը ռուսներին հանձնելու, նվիրելու։ գազը ռուսներին հանձնելու, Գազամուղը։ գազամուղը, գազատրանսպորտային ամբողջ համակարգը, գազա, որ մենք այլընտրանքային գազի նույնիսկ հնարավորություն եւ հեռանկար չունենանք։ ու դրանից հետո խոսում է հարիվ լինելու մասին, չգիտեմ, տուզիկից, մեկից, ես սրանից ենքում հարիվ, ընդ որում դժբախտ հարիվ, սրանից ենքում տուզիկություն երևի դժվար է պատկերացնել։ Նա պետք է պատասխան, գլխով պետք է պատասխան։ Հակառակ դեպքում Հայաստանը պետություն է դառնում իր բանտ նստելով։ Մեկ ընդմիշտ եկեք մենք ֆիքսենք այս բանը։ Նա պետք է նստի։ Դրա համար կարծում եմ նաև իշխանությանը ամեն օր այս բոլորի մասին հիշեցնելուց բացի Այո։ պետք է պահանջել գործողություններ, ոչ թե հայտարարել, թե հունիսի 7-ին քեզ կզսնելով տանելու են քրեակատարողական հիմնարկ, այլ Այդ տանում ես ու ասում ես տարա։ այո, ինչի համար մենք գոնե մասնակի նշեցինք, թե ինչ առիթներ ու ինչ պատճառներ է արկա։ Աչքերդ փակ, մատդ մցունես քրեական օրենսգրքի մեջ, որ հոդվածի վրա մատդ կանգնի, այդ հոդվածով հանցակազմում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը հիմա ընտրությունների է մասնակցում, ոչ թե իր դեմ քննչական հերթական գործողության։ Դե ուրեմն ընդդիմափոխություն։ Մասնակցեք ընդդիմափոխությանը, թիվ 1 հրամայականը։ Մաս դարձեք ընդդիմափոխությանը, տեր կանգնեք ընդդիմությանը, պահանջեք ընդդիմությունից հավասարակշռել իշխանությունը Եվ եւ մի աշխատացնել իշխանությունը։ Մի թողեք, որ Հաշվետվություն պահ։ ընդդիմությունը, այո, ընդդիմությունը շամփայչ պիտի լինի։ Ընդդիմությունը հանցագործների փայչ պիտի լինի։ Նրանք, ովքեր մեր պետության հակառակորդներն են, իրենք տեղ չունեն մեր քաղաքական միջավայրում։ Իշխանությունը կարիք ունի ուժեղ ընդդիմության, որը թափանցիկություն եւ հաշվետվողականություն է պահանջում իշխանությունից, ընդդիմություն, որը հետևողականորեն ձեր առաջադրանքները բարձրաձայնում է եւ պահանջում է քայլեր, գործողություններ, հետևողականություն։ Եվ ուրեմն քաղաքացի տեր կանգնի պետությանը, տեր կանգնի իշխանությանը, տեր կանգնի ընդդիմությանը։ Սա քո պետությունն է, իշխանությունը, դու եւ միայն դու ես։ Դրա համար գնա եւ քվեարկիր։ Համար 18 հանուն հանրապետության։ Քո ձայնը, քո ձայնը, քո ձայնը, քո ձայնը խորհրդարանում։